Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայ-իրանական սահմանի անցակետում մարդկանց հոսքը չի դադարել։ Նրանք իրենց ճամպրուկներով հենց անցակետից փորձում են տարբերակներ գտնել հասնելու Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Անցակետում նաև կան մարդիկ, որ սպասում են իրենց ընտանիքի անդամներին։ Իմ ընտանիքը դեռ Իրանում է ապրում։ Նրանք մի քաղաքում էին, Թեհրանին մոտ, և նրանք շատ վախեցած են իրավիճակից ու բազմաթիվ ռմբակոծություններից, պատերազմից և ուզում են գալ Հայաստան։ Ես էլ այստեղ սպասում եմ նրանց գալուն։ Արդեն շատ ժամ է, դեռ սպասում եմ։ Մեզնից 2 օր պահանջվեց մինչև սահման հասնելը, և ես շատ զարմացած էի, թե հայ ոստիկանները որքան սիրալիր ու բարի էին։ Մեզ շատ լավ վերաբերվեցին և շատ հեշտ, առանց որևէ խնդրի։ Հիմա գնում ենք օդանավակայան, իսկ հետո Շտուտգարտ։ Մեկնում ենք Շտուտգարտ։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, որ Իրանի և Իսրայելի միջև խաղաղություն կլինի։ Մեղրիից Երևան ուղևորներ փոխադրող տաքսուվարորդները նշում են, որ մեդիայում տարածված սակագները կեղծ լուրեր են։ Փոքր մեքենաները տեղափոխում են 20,000 դրամով, 4 տեղանոցները 50,000, 6 տեղանոցները տատանվում են 60-ից 70,000 դրամի սահմաններում։ Վարորդները ասում են, որ սակագները պայմանավորված են ճանապարհի երկարությամբ, վառելիքի ծախսով։ Իրավիճակի մասին մանրամասն զրուցել ենք Մեղրիի համայնքապետի հետ։ Ըստ նրա, գների բարձրացում եղել է։ Եկողներն էլ հիմնականում Իրանի բնակիչներ չեն։ Այնտեղ աշխատող, բիզնեսմեն, սովորող, չգիտեմ, տուրիստ, ովքեր գնացել են, հիմնական իրանք են գալիս։ Եկեք որ համեմատական ենք անում, Պարսկաստանի բնակիչները դե կազմում են 20%, 25%, այդպես։ Հայեր էլ կան, հիմնական այլ ազգի քաղաքացիներ են։ Ես հանդիպել եմ տաքսուվարորդների հետ, ասեմ ձեզ, տաքսին անհատական տաքսիստներ են, խոսացել ենք իրանց հետ, խնդրել ենք, որ այդ գները իջեցնեն, սովորական ինչքանով որ գնում են եղել նախկինում, նույն գնով տեղափոխեն Երևան։ Կարմիր խաչի աշխատակցի խոսքով տեղում կատարվել է իրավիճակի գնահատում և որոշվել հետագա անելիքները։ Առաջնահերթ մեր գործառույթը այս պահին բնականաբար որպես պետությանը օժանդակող կառույց, որպես մարդասիրական կառույց, ցուցաբերել հումանիտար աջակցություն, հասկանալ կարիքները, որոնք կարող են լինել այս պահին տեղափոխվող անձանց մոտ, ոմանց ուղղորդել նաև ազգային ընկերության գրասենյակ հետագա երկարաժամկետ աջակցության նպատակով։ Ինչպես գիտեք, հունվարի 1-ից ռուս սահմանապահները հեռացել են հայ-իրանական սահմանից և այժմ այն ամբողջությամբ հսկում են հայ սահմանապահները։ Մերի Դանիելյան, Անի Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Free Open Media։